Տիկին Պողոսյան, առողջապահության համընդհանուր ապահովագրություն է պլանավորվում եկող տարվանից 2026 թվականից, ինչ է դա իրենից ենթադրում, ովքեր պետք է ներառվեն այդ ծրագրում եւ պարտադիր անցնեն այդ պարտադիր ապահովագրությանը։ Դա ուրեմն այսպես անհասկանալի մի օրենսդրական նախաձեռնություն է, կա ընդհանրապես օրենքի նախագիծ, այսինքն դեռ օրենքը ընդունված չէ, եւ այդ նախագծով մենք հասկանում ենք, որ 0-ից 18 տարեկանները, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները պետք է ստանան ապահովագրություն պետության փոխհատուցմամբ, այսինքն պետությունը վերցնում է իր վրա նրանց ապահովագրությունը, իսկ 200,000 եւ ավել աշխատավարձ ունեցողների ապահովագրության համար, արդեն այդ աշխատավարձը ստացողների համար, նրանք պետք է ամսական վճարեն ապահովագրա գումար, այսինքն պետությունը որոշակիորեն փակում է մի խումբ, ինչպես նաև 65+ տարիքի քաղաքացիներին, իսկ մնացածը պետք է վճարեն քաղաքացիները, այսինքն մեծ առումով այն քաղաքացիները, որոնք մինչև այսօր ստացել են պետպատվեր, եղել են պետպատվերի շահառու, հիմա հայտարարում ենք, որ դրա անունը դնում ենք ապահովագրություն եւ նրանք ստանալու են ապահովագրություն։ Մի այսպիսի գեղեցիկ մանիպուլյացիա է ստացվում, որովհետեւ այդ մարդիկ, օրինակ 0-ից 18 տարեկաններ, առաջին, երկրորդ, երրորդ խմբի հաշմանդամները ստացել են իրենց պետպատվերով սահմանված բժշկական օգնություն ու սպասարկումը եւ ամենակարևորը կարմիր գծով գնում է, որ չսպասեք դուք ապահովագրության համապարփակ ներդրմանը, ընդամենը մենք կարողանալու ենք ձեր առողջական խնդիրների ընդամենը մոտ 30%-ը, այսպես ասած, ապահովենք, այսինքն սա նշանակում է եւ այն քաղաքացիները, որոնք որ պետության կողմից են ապահովագրվելու եւ այն քաղաքացիները, որոնք որ 200,000 դրամ աշխատավարձ ունեն եւ իրենք 129,000 դրամ ապահովագրա վճար են ուծելու, նրանք գնալու են եւ հիվանդանոցներում բախվելու են նույն արտահայտության հետ, որ դուք պետք է անեք համավճարներ, դուք պետք է վճարեք ավել դեղորայքի համար, այսինքն սա մի գեղեցիկ փաթեթավորված ներկայիս առողջապահական համակարգն է, ուղղակի անունը փոխված ապահովագրություն։ Սա հավելյալ այսպես բեռ է լինելու բնակչության վրա։ Այո, սա հավելյալ բեռ է լինելու, որովհետև մի մեծ մանիպուլյացիա էլ այստեղ են անում, ասում են, որ դուք ընդամենը մուծելու եք 500 դրամ, որովհետև 4,500 դրամը զինապարտի այդ ֆոնդից մենք վերցնելու ենք, տալու ենք, մնացածը տալու ենք սոցիալական վճարման ձևով, սոցիալական երաշխիքների ձևով, սակայն բոլոր մեր քաղաքացիները, եթե այսպես վերլուծենք, մեծ մասը ունեն եկամտահարկեր, այս եկամտահարկի վերադարձով հիպոթեկներ, այսպես ասած, մի մասն էլ արդեն իսկ ստացել են այդ սոցիալական բոնուսները վարձերի ձևով, կրթության եւ այլն, եւ քանի որ դա մեկ անգամ է փոխհատուցում, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեն եկամտահարկով վերադարձվող հիպոթեկներ, նրանք չեն կարողանալու օգտվել այդ վերադարձի խնդրից, այսինքն շատ քիչ քաղաքացիներ են լինելու, որոնք որ այդ 500 դրամն են վճարելու, մնացածը վճարելու են ամսական շուրջ 12,000 դրամ, եթե չեմ սխալվում, որպեսզի ստանան այն բժշկությունը, որը ստանում են այսօր, որովհետև դեռ չունենք փաթեթներ, չգիտենք ինչ ավել բան են առաջարկում այդ քաղաքացիներին, նաև չունենք կանխարգելման փաթեթները, չունենք սկրինինգների հիմնական փաթեթները, այսինքն ընդամենը մենք ունենք մի իրավական ակտի նախագիծ, որը դեռ չի ընդունվել,
Եվ ես ասեմ, որ վերջի 3 տարին տարբեր իրավական ակտեր են շրջանառվում եւ չի բացառվում, որ սա էլ դրանց ճակատագրին արժանանա։ Եվ այդ իրավական ակտերն նախագծերն են շրջանառվում եւ ունենք ընդհանրապես նախարարի խոսքը, որը 6 ամիս առաջ հայտարարում էր, որ 164,000 է լինում, հիմա հայտարարում է 129,000 է լինում եւ այստեղ հարց է առաջանում, ինչպես է կատարվել այդ ակտուալական հաշվարկները, ինչու 164,000-ից մենք դարձանք 129,000 դրամ ապահովագրավճար մուծողներ, այսպես։ Տիկին Պողոսյան, եւ եթե ամփոփելու լինենք, ինչու է սա արվում։ Նորից պետբյուջեն լցնելու ինչ որ քայլ է, թե ուղղակի իրոք ուզում են ինչ որ մի լավ բան անել, ուղղակի չի ստացվում։ Սա ունի երկու կոմպոնենտ, առաջի կոմպոնենտը նա է, որ 2021 թվականին նախընտրական խոստում է եղել եւ առ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապահովագրված չէ։ Մենք պետք է 2023 թվականին արդեն ունենայինք նախապատրաստական փուլի ավարտը։ Սակայն առ այսօր դա չի եղել եւ ընդհանրապես տարին մնացել է 1.5 ամիս, եթե առողջապահական տարին ենք հաշվում, եւ իրենք փորձում են այդ 1.5 ամսում եւ օրենքը ընդունել եւ հիմնադրամը ստեղծել, որպեսզի կարողանան հունվարի 1-ից անեն ապահովագրություն, հա, քաղաքացիներին։ Կարծում եմ, որ սա իրագործելի չի, որովհետև մենք ունենք գործընթացներ, որոնք հստակ ժամանակահատված են պահանջում։ Պետք է պետական առողջապահական գործակալությունը լուծարվի դրանից առաջ, իսկ դա լուծարման process-ը բավականին ժամանակատար process է։ Եվ երկրորդը, այո, նաև բյուջեի հետ կապված խնդիր կա, այսինքն, եթե քաղաքացին իր փոքր առողջապահությունը կամ առողջ բնակիչը, որը տարիներով չէր օգտվում որևէ առողջապահական ծառայությունից, այսօր դրա համար վճարելու է, այսօր դրա համար ընդհանրապես փորձելու են չեյք-ափ անել, այսինքն մեկ անգամ տարվա մեջ մոտենա իր ամբուլատորիաները եւ ստանա որոշակի հետազոտություններ եւ դրա արդյունքում նաև ձևավորվելու է մեծ ապահովագրական, այսպես ասած, գլոբալ բյուջե։